մեր քաղաքացիները լուրջ ստուգումներ են անցնում այդ ցուցակողներ։ Այլակ եկեք մի բան հասկանանք, էլի, եթե աշխարհում դուք գտնես մի երկիր, որի ղեկավարը որևէ տեղ է գնում եւ այդտեղ ստուգում չի անցկացնում, խնդրում եմ հաջորդ անգամ ինձ օրինակ հարցով կտաս, ասա օրինակ, չգիտեմ, Թրամփը, Վլադիմիր Պուտինը, այն մյուսը, Մակրոնը, որ գնում են որևէ տեղ, այդտեղ որևէ ստուգում չի անում։ Տիրապետում երաշտական գործիքների։ Չհասկացա։ Նրանք չեն տիրապետում։ Ինչ կապ ունի դու երաշտական գործիքների կատարման համերգի ես գնում, թատրոն ես գնում, ազգային ժողով ես գալիս, աշխարհում բոլոր երկրի առաջնորդները գտնվում են տվյալ երկրի պետական պահպանության ներքո։ Ցավոք սրտի Հայաստանը այդ իմ նշած երկրներից ի տարբերություն ունեցել է մի իրավիճակ, որտեղ պետական պահպանության ներքո գտնվող անձինք երկրի ղեկավարները այս շենքում գնդակը հարվել են։ Հիմա պետք է Հայաստանը ավելի, այսպես ասած, ի տարբերություն իմ նշած մյուս երկրների, ավելի աչառ լուր լինի եւ այդ պետական պահպանությունն անի։ Բայց նորից եմ ասում, հա, տենց հրապարակումներ, վայ դիպուկը հարվայես։ Երբ որ ես եմ այդում գնում գործողումների եւ մասնակցում եմ տվյալ երկրի ղեկավարների որևէ կազմակերպած միջոցառմանը, ես տեսնում եմ այդ թվում թե մենք որպես Հայաստանի Հանրապետության օրենսդիր ներկայացուցիչներ ինչպեսի ստուգում ենք անցնում, որպեսզի որևէ միջոցառման գնանք, այդպես բան չանենք, այդ բաբլի մեջ չապրենք, որ վայ Հայաստանը այնպեսի երկիր է, որտեղ վարչապետի համար հատուկ ստուգում է։ Այդ ստուգումը այն նվազագույն ստուգումներն է, որ աշխարհի առաջատար երկրները իրենց առաջնորդների համար անում։